մերոց, որին և մեզ բադևություն է դալիս այսօր մայիսի 28-ին, բերելու մեր օրհնությունը ձեզ բոլորի, իմասնավորի երթում զված մեր զորականներին և զինվորներին և ողջունելու նաև դարեթարցը Հայաստանի առաջին անկախության, որ հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Այսօր մայիսի 28-ին այս պայծառ արևոտ երկրից գիտակ այս հանդիսավոր առիթով բոլորս ուրախ և զվարթ հիշում ենք սակայն 1918 թվականի մայիսյան տագնապալի օրերը և ծանրանում է Արևելահայաստանի հայ ժողովրդի վրա սպառնալիքը հնաչնչյունի 1915-ի ցեղասպանության օրինակով։ Հայ ժողովուրդը այդ օրերին ոտքի կանգնեց մեծով և փոքրով, հակառակ անպատրաստի բանակ ունենալու, հակառակ զինամթերքով շատ աղքատ լինելու, բայց իր հայրենիքը պաշտպանելու ահավոր վճռականությամբ դիմադրեցին հարձակող թշնամուն և Սարդարաբադում, ապա Բաշաբարանում և Ղարաքիլիսեյում մարտելու ընթացքում հայ ժողովուրդը ամբողջապես դուրս եկավ հաղթական։ Առաջին անգամ լինելով պատմության մեջ օսմանցիների դրոշակը խոնարհվեց հայ զինվորի առաջ։ Այս պատվանդանի վրա խարսխվեց և հռչակվեց 1918 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության անկախությունը, կազմավորվեց առաջին հայ պետությունը Գիլիգյան թագավորության 600 տարիների անկումից հետո։ Եվ այսօր մայիս 28-ին հիշելով այս փառավոր անցյալը մենք ոչ միայն ողջունում ենք դարեթարցը մայիսի 28-ի հռչակված անկախության, այլ նաև ոգեշնչված ողջունում ենք և օրհնում մեր նոր անկախության այս շրջանը, անկախություն, որ հռչակվեց անցյալ տարի և որի ամրապնդման գերագույն երաշխիքը գուցե պետք է նկատենք հենց այսօր կազմավորվող այս հայկական ազգային բանակը։ Ես բերում եմ իմ օրհնությունը բոլոր բանակայիններին, բոլոր հայ զինվորներին, զինվորներ արդարության, զինվորներ հաղթության, զինվորներ խաղաղության, զինվորներ ամենայն հայոց հավիտենական մայր Հայաստանին, ողջ ներուղ զորացյալ Սուրբ Հոգով և հավետ օրհնյալ իդեալների մեջ, այժմ և հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ քաչիվ սաղաթես սուգս դեր, դիսովա պրգեսես մեզի մեղած, և գեցուս սեշնորի բորության յուրով, ամենագալ դեր աստված մերգեցող և օրնյա։ Բախպանիք և հույս հավատացելով Քրիստոս աստված մեր բախյա, բախպանյա և օրնյա Հայաստանի նորաստեղծ, նորահռչակ անկախ հանրապետությունը, զորս և զորապետս, ընդհանրյան սուրբ և պատմական խաչիկոյի խաղաղության, բրգյացած երևելի և աներևույթ թշնամյաց,
արժանավորյա կողությամբ բարավորերս քեզ ընթոր եւ թողույց սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն օրհնյալ դեր Հիսուս Քրիստոս ամեն ասել ինքը ոչ թե ասենք թե Ֆերգանան չգիտեմ Արարատյան դաշտավայր կամ Սիլիկոնովը հա դալին է որ ասում են չէ այդպես անգլերեն չեմ ուզում ասել եւ այլն բայց մի բան որ մարդիկ իրանց երազի մեջ այդ հողը այդ փոքրիկ հողը որ իրանց երեխաների կորեկահաց հատվել չէ ինքը ապրել է դրանով հասկանում ես այդ հացով է երեխան կերակրել ինքը ոչ ասենք թե դոկա պիցա է կերել պիցա դե Ռոմա է կերել ոչ Կալիֆոռնիա պիցան հա սրանք ստատից բաներ են այս վերջին մի քանի տարիներում մենք ականատես ականջադուր ենք եղնում որ Սուրբ Վալենտինի տոնն են անում չէ ժողովուրդը բայց իրականությունը ֆիկտիվ է կեղծ կաթոլիկ եկեղեցին է չունի այդ տոնը այսինքն Վալենտինը Վալենթայն եւ այսին հնչողությամբ որ ասում են չէ չկա բայց գիտեք ինչի է ժողովրդի մեջ այս մեր փոքրիկ էս համեստ զուսպ ապրող ժողովրդի մեջ ինչի կարմատավորվեց որ աղջիկները տղաները փոխանակ իրար ասենք Սուրբ Սարգսի համար կամ հավատքի մի խոսք ասելու ավանդական մեր եկեղեցու սրբազան ավանդության մեջ հիմնված է իհարկե հանգած Վալենթայն հիշում եք որ մենք ռուսերեն ենք խոսում մեր երեխեքը ռուսերեն են անում հիմա անգլերեն ենք խոսում անկեղծ եմ ասում ովքեր որ հիմա արդեն հակառակ process-ն են անում թող իրենք փխկլեղն են հերու գնա մեզանից այդ լավ բառ է դա իսկ ուզեի որ փխկլեղն են հա oh my god այդ մեզ հազաչ okay մենք կարող ենք փոխել բայց մենք պետք է արժեքավոր ներկայացնենք երեք կարծեմ սրբազաններ էին ներկա սրանց էս համար 4 դրանք են սրբազանների շարքին են ովքեր որ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել էին բայց մեր այսօր էլ արդեն ոչ թե դիրքորոշումը այլ մեր սրբազանի խոսքով այս սուրբ խորանի առաջ իրենց հոգևոր մահկանացում կնքեցին Ես նկատեցի, որ բոլոր պարագաները, որոնք նախատեսված են պատարագ մատուցելու համար, Շիրակի թեմի քահանաները դուրս էին բերել եւ որևէ պարագա չկար, իրենք էին կարծես իրենց հետ բերել։ Ինչ կասեք այս մասով, հատուկ էիք դուրս բերել, ինչպես իմացան, որ պարագաները դուրս են։ Երեք գիտեք, իրենք ստեղ էին, չէ՞, որ մենք այդ ամեն ինչը տեղափոխում ենք, փակում ենք եւ կնքում ենք։ Հետեւաբար իմացել են։ Ազգային անվտանգության ծառայությունից որ բոլոր քահանաներին են մոտեցել, փորձել համոզել։ Չէ։ Իսկ ում Միայն այն քահանաներին, որոնց այո, ոչ թե համոզում, այլ ասում են։ Համոզել չէ։ Ուրեմն ոչ թե համոզում են ժողովրդի մեջ, ապրես, ճիշտ ես ասում։ Հիմա մարդ եկել է ուզում մտցնել հոգևոր Ով այդ մեր վարչապետը։ Ձեր վարչապետը այդ մարդը չի։ Այդ մարդը դու չես տեսել մեր ժողովուրդը տեսել է։ Մենք ձեզ փողը մեզ էս պետք է ձեզ փողը մեզ։ Դուք եք եկել։ Դրա համար պետք է հոգևոր կյանքը արմատախիլ արվի։ Նզովյալ գնայինք ով։ Ով է Նզովյալ։ Գնաս կտենաս հերթով ոնց է թաղում հարասատներից գնա։ Ումն է թաղում։ Գնա կտեսնես։ Գնա Նզովյալ։ 50000-ով թաղում անող։ Գնաս տենից։ Գնաս տենից։ 50000-ով թաղում անող։ Աբացուց։ 100,000-ով կնում քարողներ արա դուք եք։ Ինչ ոստիկանություն դուք քեզի տանի առաջին արա։ Հանգիստ մի հա։ Առաջինի դուք եք քստարի։ Գնաս տենից։ Կեստոտ մեկ ամենա կերկուն դրան դուք դուք իջ։ Գնաս տենից։ Դե նշան դուք նաև նշել էիք, որ պատարականը Հարիզան։ հոգևորականի վրա են հարցակում հետո Հավաքեք դրան մեղքի դուք եք լրիվ գործանվելու։ Մենք աշխարհական ենք, ուրեմն բարի, Հիսուսը մտավ տաճարը ու նրանք ովքեր պղծել են հանես դուրս գնա։ Դու ես եկել այստեղ, սա իմ տունն է, դու ես մտել այդտեղ։
Բարև քեզ առաքելական։ Աստված թող բերի քով դեմը։ Դուք չփորձեք ստեղ հարցազրույց տալ։ Թավանջան։ Գնա այստեղից։ Թավանջան։ Գնա այստեղից։ Թե կանչեք դեր թաղումի ձերոնց։ Տեսնշան։ Անունդ մի տուր։ Տեսնշան, դուք նաև նշել եք, որ պատարական նման ինչպես դուք ձևակերպեցիք արարողությունից հետո լինելու է մակրագործման արարողություն, դա ինչ է իրենից ներկայացնում եւ Ես եմ ասել այդպեսի բան։ Շիրակի թեմից այդպիսի սրբագործման ինչ-որ արարողություն է լինելու ներքում։ Նախատեսվում է նման բան այսօր։ Բաներ կա հիմա չեմ կարող ասել։